մեր հաղորդումը հարցը մենք կխոսեինք դակի մասին, որովհետև Գերմարտիկը գսեր որ ովս դակը Հեդերնին Պերին տունս Ես մենք դակ չունեինք, իրենք Հեդերնին Պերին։ Շատ լավ սիրելիներ, եթե նոր գմիանակ մեզի հաջելի ժամեր ծեր բոլորին անգամ եւս լավ օր, հուսամ ամեն մարդ հասավ իր գործին, այսօր խջողում էր, այսօր ահավոր էր խջողումը մերկով, եւ Վալանցայնի ստուդիոները ներս մեծ ուրախությամբ բարի լույս պիտի ասենք հայրենի արվեստակի դուհին Արինե Գրիգորյանին բարի եկած ես։ Բարև ձեզ։ Անկամ եւս բարի եկած ես, հոս դունը դա այլևս չէ, վերջ։ Հա, դե որ դուք այստեղ եք, ես միշտ արդեն իմ երկրորդ հայրենիքն է։ Այո։ Իսկ սիրելիներ, նաեւ մեզի հետ է համասկայնի Կասպարի Պեգյան Տադերախումբի վարչության ադենաբեդ Ընկերմարտիկ Տեմիրճյանը, Պայլուս Ընկերմարտիկ։ Բարի եկերեք։ Բարի տեսանք։ Ինչպես են դրամատրությունները։ Բարձր, միշտ բարձր, այո։ Ամեն անգամ որ Հայաստանեն խումբ ներկա ըլա, այսպես ելույթներու պատրաստության ընթացքին կգարձեմ որ խանդավառություն ուրիշ տեսակ կլա, չէ։ Ճիշտ է, Կասպարի Պեգյանն ալ կպատրաստվի, բայց երբ որ հայրենի արվեստագետներ կգան, կգարձեմ որ մտնոլորտը կփոխվի, թե համասկայնը ուրիշ հոտ, ճիշտ, ուրիշ համ ուրիշ հոտ։ Ինչ է գախնիկը Ընկերմարտիկ Ադոն, ինչն է որ այսպես at ուրախությունը կպատճառե։ Նախ գասկազևերը այն որ նախ մեր ընկերներն են այսօր Նարինեին ես քանի տարի եկա ճանաչել ավելի քան 30 տարի պետք է լա այսօր առաջին անգամ որ եկա գատնիած ներկայացում չէ շատ փոքր էր շատ փոքր էր դեր մի հատ ներկայացում էր ինչ էր այդ շանաչքեր Այդ ներկայացումով ես Նարինեն ջանցած եմ, որ արդեն չեմ գիտեր որքան տարի է եւ այդ բարեկամությունը եւ անշուշտ մենք ունենք այդ բավարարությունը գսկանք, որ մեր ասի նոր հին նյութ է, որ անգամներ գսենք, գիտենք որ միշտ որակը գբերենք։ Ռուբեն Բաբայանին գսեն ինչն է ասկայինը որակն է գսել։ Երբ որ որակ կա, ադի ասկային է։ Եթե դու ասկային գոչված բաներուն որակը չդաս ինչ ասկային ասեն եթե բանոմը պիտի չբարդանաս եւ մենք հբարդացողն ենք ավելի լավը բանը ցույց տալու ես առանց ոչ մեկ բանի մեր համասկայնի Սոս Սարգսյանի խումբի ներկայացումներով գհբարյարանի այնպես մլա լեզվի եւ այլնի խնդիրները լուծած լայնք Լիբանանցի թատրոնի մարտը որ լավ է Լիբանանյան թատրոնը այսօր լավ է լավ մագարտակ ունի Իրանի իրենք կան տեսնեն ճիշտ ադիգա այդ իր հասկաբարդանամ ես որպես տադերասեր մարդ գեղարվեստասեր մարդ ասեն իմ ունեցած որակովս ասեմ հա ասե հայտադրոն է դեսեք ինչպես կլա այս բանն է որ մեզի ուրիշ խանդավառություն է իսկ մենք որ ինչ որ ունենք մենք ադով չի նշանակի որ մենք մերը ասպես մեկ դիտրացենք ուզենք որ ավելի բարելավին ավելի լավը լան նախանցով շարժին իրենք լավ լալուջիկի մեջ լան այս է շատ լավ Կարևոր գետը հիշեց Նարինե Ընկերմարտիկը որ ընդհանրապես ցանկի մեջ մեր տասախոսը Ընկեր Բողոս Սնաբյանը գսեր որ եթե ավելցնելիք բան մչունիս մի խոսիր մի ըներ ավելի լավ է հիմա թատրոնի մեջ ալ կգործեմ որ արվեստի մեջ ալ այդպես է որ եթե ընելիք ունիս եթե ավելցնելիք ունիս բամը եւ քու դրոշմդ պիտի ունենաս եւ քու դեղդ պիտի ունենաս պետք է նորություն մբերես պետք է բամը փոխանցես այս դեսանգյունեն դիտված այսպես ինչն է կգործես այսօրվան իրավիճակը թատրոնին եւ որքանով Հայաստանի մեջ սպիրկի մեջ այսպես ինչ վիճակի մեջ կդեսնես թատրոնը Շատ ճիշտ եք ասում, որովհետև երբ ներկայացում եմ անում, միշտ մտածում եմ արդեն աշխարհում այնքան վատ ներկայացումներ կան, որ ավելացնել ցանկը իմաստ չունի, որ պիտի մի բան, որ չես տեսնում, բայց զգում ես, որ նոր է ու փնտրում ես։ Միշտ դրան եմ գնում, որ ինքս էլ եւ ինքս զարգացում ապրեմ եւ խումբը իրար հետ եւ նաեւ դա մի նոր լավ բան լինի, թող դա լինի համարցակ, թող լինի անսպասելի, վախենալի։ Իհարկե միշտ վախենում ես թե կսիրեն թե չեն սիրի, բայց միևնույն է, երբ ազնիվ ես բան, միշտ միևնույն է լավ է լինում։ Եվ այդ առումով դե մենք էլ ենք պատերազմական վիճակում, ընդ որում ասեմ, օրինակ ինչու է եւ նորից գարունը ներկայացումը։ Մեզ մոտ 20 թվականին երբ պատերազմը եղավ, հետո Վարշավը Գևորգյան նույնպես պատերազմի էր եւ այլն, հետո տղաները որ եկան, ասացին, «Էլ չենք խաղալու մենք»։ Արդեն վերջ։ Չգիտեմ, երևի որ դառնությունը տեսնում ես իրականության, այդ գեղարվեստականությունը հոդս է ցնդում։
Հետո շատ դժվար էր, ոչինչ չէր լինում անել թատրոնում, ոտքի կանգնելու համար չէինք կարողանում։ Դե ես էլ Արցախցի ավելի ծանր էր ու հասկանում էր ոչ մի խելացի բաներ չես ուզում բեմադրես, մեծ փիլիսոփայություններ չես ուզում ասել, որտեվ ահա որ ընկճախտ էր հասարակության մեջ։ Ու երևի միակ բանը, որ կարող էր օգնել իրար ուժ տալու համար, դա նորից հիշեցնել մարդկային ամենաբարձ ոգու պտուղները, որ իրար համար անձնազոհությունը, իրար սիրելը, իրար համար հոգ տանելը, ամենաբարձ մարդկայինն էր պետք նորից, միայն դա էր, որ հուզում էր, որովհետև այդքան դաժանության մեջ միայն այդ նույն մարդկային հարաբերությունները։ Հույսի նշույլը էր ադի։ Եվ Օ Հենրին ընտրվեց որպես հեղինակ, որը հանճարեղ պարզ է, այսինքն ինքը պարզ է դպրոցականի միջև ամենաինտելեկտուալ հանդիսատեսի համար, հասկանալի է եւ հասկանալի եւ հանճարեղ է գրված։ Եվ այդպես ընտրվեցին 5 նովելներ, եւ իրականում վերնագիրը ես շատ ուզում էի դնել Գարուն, ամառ, աշուն, ձմեռ եւ նորից գարուն, որովհետեւ այդպես է հավաքված ըստ տարվա եղանակների։ Բայց քանի որ այդպիսի ֆիլմ կա հայտնի, Կիմ Կի-դուկի ֆիլմը, հեղինակային իրավունք կար վերնագրի, թույլ չտվեցին այդ վերնագիրը դնել եւ մեզ մոտ բազմակետ է եւ նորից գարուն։ Այսինքն հանդիսատեսը մոտավորապես կռահում է, որ կհասկանա, որ Գարուն, ամառ, աշուն, ձմեռ եւ նորեն գարուն։ Ու պատկերացրեք, որ խաղացինք, լեփլեցուն էին դահլիճները, երևի ճիշտ զգացինք, որտեվ երբ դու էլ այդ հասարակության մի մասնիկ ես, զգում ես ինչա այսօր պետք, ոչ թե շատ խելացի հայրենասիրական մեծ մտքեր։ Եվ այդ իսկապես եւ մեզ ուժ տվեց այդ ներկայացումը եւ Արշամը խաղաց, այնուամենայնիվ եւ հանդիսատեսնել կային օրինակ կանեք, որ ասում էին ուզեցի գնալ նորից ինձ կարքի բերել, հիշել որ կին եմ եւ այլն։ Մի խոսքով մի տեսակ գարուն դարձավ այդ ներկայացումը թատրոնի համար։ Եվ հիմա էլ որ Բեյրութում էս եղավ, մտածեցինք ընկեր մարդիկի հետ, որ երևի գեղեցիկ է գարուն բերելը։ Գարնանը գարուն բերելը։ Մոդեցանք արդեն եւ մեզի ալ պետք է մեր ալ պայմաններուն հետ, այո, մեզի համար ալ կարեւոր է։ Որքանով թատրոնը գահավատակ, որ իմ անգլերենով therapeutic բառը գործածեն, այսինքն թարմանելու այդ կարողությունը ունի, վերքեր բուժելու կարողություն ունի, արվեստը ընդհանրապես, բայց թատրոնը որովհետեւ անմիջական է, որովհետեւ դու այսպես տերասանուին փեմին վրա ըսկացումները, թեմքին քիձերը, նույնիսկ կողորտի այդ ճիղերը երակներ ամեն ինչը գտեսնես, ադի կնշանակի որ ավելի անմիջական է։ Որքանով կգարձեք, որ մեր ցանկի մեջ, հայ մարդու ցանկի մեջ, այս բոլոր անցած դժվարություններն իդ հատկապես Արցախյան պատերազմն հետո, որքանով թարմանելու միջոց, թարմանումի միջոց է, թերապևտիկ է թատրոնը։ Դա հանդիսատեսը նաև կպատասխանի, որովհետև ես հաճախ բեմի վրա եմ լինում։ Բայց այդ առումով էլ Ցեզի համար ուրիշ ձևով թերապևտիկ չէ, այսինքն դե առաջինը ինձ է բուժում թատրոնը իհարկե։ Եվ այս տարի էլ անդրադառնալով արդեն երկրորդ ներկայացմանը Մարթափի մեջ է, մտածում էի, որ չգիտեմ դուք հայաստանյան այդ օթում հնչող անverջ մենք արժանի չենք պետություն ունենալու, չգիտեմ լսում եք այդ հիմար նախադասությունները, որ ասում են, ու ես ասենց մտածում եմ, այս ինքնակործանիչ մտքերը շատ վտանգավոր են։ Ու այս տարի դա ես մտածեցի, որ երևի խնդիրն այն է, որ մենք մոռացել ենք ով ենք մենք։ Մենք որ ազգը չի սխալվում, ում հետ չի լինում, բայց դու հիշես, որ դու Սևակուն ես, որ դու էպոսուն ես, Սասունցի Դավիթ, որ դու այդ Թումանյանն ես, այսինքն այդ քո հարստությունները որ հիշես եւ պատմականորեն ամեն ինչը, ինձ թվում էր, որ մարդիկ կասեն, չէ, բայց կհպարտանան նորից, կհիշեն ակունքներին վերադառնալով եւ այս տարի բոլորը հայկական գրականություն են բեմադրել, այսինքն համազգայինը իսկապես համազգային էր արդեն ամբողջովին եւ այդ անverջ հիշեցումը, որ տեսեք ինչ գեղեցիկ ազգ ենք, ինչ գեղեցիկ պոեզիա ունենք, ինչ գեղեցիկ պատմություն ունենք, արվեստ ունենք, մշակույթ ունենք, եւ այլն եւ ուզում եմ ասեմ, ինձ թվում էր այ դա էլ է մի միջոց, այ արվեստը ինչպես է բուժում, բացի հոգեպես բուժելուն, բայց նաեւ հիշեցում է, որ դու այս գենը կրողն ես, դու սա ես։ Կներեք, այս Բարուր Սևակն էլ իհարկե եւ Սևակի Հոբելյանն է։ Լավ, այդ արդիվ շարունակե Բարուր Սևակն։ Հրամեցեք։
Չէ, ես շատ ախոս եմ։ Պիտի խոսիկ դեր, պիտի հարցնեմ, ես ձեր գարձիկը գուզեի հարցումին հետ կապված, դուք որքանով ցեզի համար իսկապես գարձեք, որ թատրոնը արվեստը ունի բուժելու, թարմանելու կարողություն ունի մարդուն հոգին, մարդուն իրավիճակը, մարդուն մտածելակերպը։ Հա, Mən այցեք ինչպես է, թատրոնը, այո, այդպես է, բայց ամեն մարդու համար չէ։ Թատրոնը կամ ընդհանրապես արվեստը որոշ մարդոց համար է։ Աշխահավատան որ թաստիարակությունը դարիներու հետևողական ջիկը մարդուն գրնա կամած վերցնել այնտեղը։ Այսօր մարդ կա որ ինչ թատրոն, ինչ գեղարվեստ, ինչ բան այդպես է։ Մանավանդ ֆոնդ մեր արաքելությունը հոն է։ Այո մենք բոլորս ալ գիտենք որ մենք այստեղ մանավանդ հիմա լիփանանի մեջ մեր բոլոր խնդիրներով որ նարինեն բավական գխոսին երբեմն անձնապես սերացանով եւ ասենք մեր դարդերը իրար կբատմենք ամեն ինչի մենք գիտենք թե մենք ինչ վիճակի մեջ ենք այսօր գիտենք որ մեր ժողովրդի մեջ նույնիսկ չագերտներու մեջ սիրող մարդը արվեստը սիրող մարդը այսինքն վանուղական դարձած է սիրտ չունի սելուցև է ապրելու սիրտ չունի դունը երթալ փանդարգվիլ ինքնինքը իր հերադեսիլին թիմացը մուսալսալները տիդելով ասես բան ոչ մեկ հետաքրություն դեր այցելություն է քիչմը ասիկա մեկ երեսն է մյուս երեսնալ այն է որ այդ մարտիկ որոնք ամենքս գիտենք եթե հիմա կաֆե մի երտաս հագդեսնես որ մեծ քանի 100 կինոս ֆուլ լեցուն է ասեն ժողովրդի մեջ խաղմակա որ ինքնին այդպես գմխիտար է երտալ նստիլ այդ կաֆեները 2 ժամ 3 ժամ բայց եթե իրենս էս որ թատրոն գա կամ երաշտական երեկոմ բայց ոչ սիրդունի ոչ գալու մասի բավական երկարնույթ է բայց թե ինչ իդ պիտի կամ քո առաջին հարցումից որ թատրոնը այո կփուժե մայ ինձ մի հարցներ քանի ես քիչ մի հիվանդակին թատրոն գսիրեմ շատեր ալանգել ես օրինակ շատ գսիրեմ թատրոն Տերմյան թատրոն սիրել ալ չէ թատրոնի կորցնելը ինձ համար բան դարձած ինչպես մեկը մարզական կյանքի մեջ ադնվիրվածություն ունի կամ եւ այլ այնպես որ այո որոշ մարդոց համար այդ խնդիրները բանալու եւ այդ խնդիրները որոշ կերարվեստի բրիզմագով թիդելու այդ գեղեցկությունը թե արորիա կյանք մտածելու եւ նաեւ մտածում են անտեն գեղեցկությունը թերագադարումը դեկորը եւ հոն արդեն նարինեն քիչ առաջ բաներով այսօր դժվարացած է ամեն ինչ ճիշտ է որ տեխնոլոգի կա հասկան գա բայց ատկան ֆիլմեր կան ատկան գեղեցիկ բաներ կան տեխնոլոգի պատճառով ատկան բաներ կան որ ինչպես կորզմը բիդինես մարդահրավեր է բան մնես որ մարդուն զարմացնես հիացնես այսինքն այսպես մեծ մարդ հանգարց երեխայի պես դառնա հիանա եւ այսօրվա ժողովրդին հիացնելը զարմացնելը բավական դժվար գործ է մարդահրավեր է օրինավոր ադոր համար գսեմ եթե այս բոլորը գարենաս այսպես ջեղկել ու անցնել արդեն կգայանաս գայացած արվեստակետը գայացած պեմատրիչես գայացած տերասանես բռնեցիր հանդիսադեսը բայց ադինելու համար ինչպես պիտի փերես այդ մարդը քեզի հոսե փոխընթիրը որ իրեն այդ առաջին քայլը ադե նախ փերես իրեն քանի ասփարփանը նոր փաներու թուրգը բանա գնմանի մարդուն գսես որ եգուր աս ջաշը գեր այդ ջաշը չուդեր բայց մեկ հատ գուզես համին նայր եղբայր չուզեր համինալ նայել ասեն մենք այս տեսակ վիճակներում ենք չուզեր չի կարվորնես եւ ադոր երբեն եթե դու սխալ ընդրություն գնես կորձեր գհրամցնես մարդոց որ իրուզածը չէ ժամանակի ոգին համահունչ կորձեր չեն այդ երանքները չունին որ զինք գեդակրե երդասարդ կամ դարիկոտ մարդ այսինքն կնշանակի որ թունիքու քալիկ կորձիտ հագակարոշչություններ իր Ման կացին անցյալ անգամ ցանցրույթես մերան եթե նորեն Կասպար Իպեգյանը ասա կորձման է իր կորձը կամ դուրսեն հրավիրված մեկ երկու անգամ կացին հավատա համչեմարներ որ եթե մարդուն տուն հոն հասցուցիր եւ իր հատ կորձը արդեն կարոշչության ինքը կանտեցիր արդեն տուն ասե այ շատ լավ խոսենք քանի արեստակիդության նյութ եղավ վիդեո հարցնեի արդեն որ գվախցնե արեստակիդությունը այսօր ընդհանրապես մարդ արարածը նորութենեն գվախնայ որ նոր բան մալա գվախցնե իբրև այսպես հերվեն գտիդե
Չնայած որ վախտալիք բան չկա, մանավանդ AI-ի բարակային երբ որ գխոսենք, ինչպես ալա մեր ցանկի մեր առօրյայի մաս պիտի գազմի այլևս, բայց արվեստակետը այսպես ոչ թե գվախնա, հաշիվ գնե որ ինչպես պիտի շարժիմ կամ գաստե իր հոգեմտավոր աշխատանքի վրա որ կբադրաստվի պեն բարձրանալ։ Հա։ Գաստե։ Գաստե։ Ինչ իմաստով գաստե։ Այսինքն գմդահոգվիկ Դե անպայման միշտ մտածում ես նորովի պատմես եւ ոչ թե հատուկ ես դա անում, անգամ երբ հատուկ ես անում, հատուկն էլ է երևում բեմում, այլ որ հետ քո պահանջն է, քո ժամանակի պահանջը, քո մարդ տեսակի ներկայության այդ դարում, այդ դրա պահանջն է։ Օրինակ անդրադառնալով Պարուր Սևակին, այդ բանաստեղծությունները դե հայ մեծ պոետ է եւ շատ են սիրում եւ շատերը անգիր գիտեն եւ կային դրամատիկական թատրոնում կար ներկայացում, որ շատ վաղուց գնում էր եւ երբ նորից անդրադարձանք, որովհետեւ եւ Հոբելյաններ 100-ամյակներ Պարուր Սևակի եւ հենց իր թորը եկավ, ասեց հենց ուզում եմ համազգային թատրոնը անդրադառնա եւ ասած մարդը ափի մեջն եմ հենց ուզում պետք էր նորովի դրանք կարդալ եւ երբ ես ուղակի հավաքեցի երիտասարդ տղաները սկսեցին իրենց ձևով պատմել եւ դա գիտեք ինչպես էր ինչպես որ Բաքում տղաները իրար ճշմարտություն են ասում այ այդ ճշմարտությունը իրար ասելու փոխանցելու ուժը ուներ ժամանակակից տղաների մոտ որ մի քիչ բիթի մեջ են ասում մի քիչ ուրիշ է բաց արցակ ուրիշ հնչողություն ձեռք բերեց Սևակը Եվ այդ ամենի հետ մեկտեղ բացի ես, հետո դու, հետո մենք կամաց ընդլայնվում է ներկայացումը, հետո ինձ համար ամենակարևորը այդ վերջին մեսիջն է, որ ինքը ասում էր ապրել, այնպես ապրել ունի եւ ունի եթե մեռնել այնպես մեռնեմ մի անգամից հուրկայծակից, չէ՞։ Ու այդ երկու բանաստեղծությունները իրար կողքի են ու ասում է ապրել, ասում է եթե մեռնել, ապրել, այնպես ապրել ու միևնույն ասում է բայց այժմ ապրել է պետք, մեռնելու մասին պետք չի մտածել, մտածի ոնց ապրես եւ այդ մեսիջը ինձ համար այդ միևնույն է դա ներկայացում է, որքանով էլ թվում է թե պոեզիա է, բայց դա շատ կուռ հավաքված, մաթեմատիկական գծված, հա, ամբողջը հաշվարկված, ինչպես եւ Սևակը ուներ, այդպես հավաքված ներկայացում է եւ այո, շատ գրախոսականներ եղան այդ ներկայացման վրա եւ այսօր նաեւ այդ արտավաս մրցանակով աշխությունում լավագույն երիտասարդական ներկայացում անվանակարգում է Որքան կարևոր է որ նաև այսօրվան երիտասարդները ցանոթանան մեր բանաստեղծներուն, մեր քրակետներուն, կգարձեմ որ թատրոնը նաև լավագույն միջոցներ են կհամարվի։ Օրինակի համար նաև անդրադառնան որ մեր պատմությունը այս բարակային մեր բանաստեղծությունները իրենց ժամանակի մեջ չեն վերջացած, այսինքն կգարձեմ որ մենք հին բաներ են, թարագի մեջ մնացած այդ սրճակույն թուղթերուն վրա գրված բաներ են։ Խորքի մեջ ինչ որ գրած են իրենք, ինչ որ գրած են այսօրվան համար գրած են։ Որքան աժմեական են մեր քրակետներուն, մեր բանաստեղծներուն Քրությունները անոնց բանաստեղծի յուրաքանչյուր դողը գրնաս քու առօրյա կյանքի մեջ օգտագործել եւ թատրոնը լավագույն ձևն է դիգա ներկայացնելու։ Ընկեր Մարտիկ այս իմաստով որ գործակցություն կդարվի ասենք հայրենի արվեստակետներու հետ, որովհետեւ ես գիտեմ որ հինեն գուկա այս գործակցությունը նորություն չէ, Արդու Վարդանը գսեր Սոս Սարգսյանը ինք անցամբ հոս եղած էր, չէ, գիշեք այդ օրերը։ Այսպես նաեւ նոր սերունդի այս բարակային նոր սերունդը ցանոթացնելու ոչ միայն թատրոնը անուն չէ, միայն Սրահ երթալով փեմ գնստիս այդպես հանդիսադես չես թատրոնը ուսում է դբրոց է ամեն ինչ կսորվեցնե եւ այս գործակցությունը ինչպես կարժևորեք այդ տեսանկյունեն նոր սերունդ դաստիարակելու տեսանկյունեն Արդեն սիկտու որ սա արդեն գսկսի Սոս Սարգսյանով ամբողջ ինքը անունը որ Սոս Սարգսյան թատրոն է այս սերունդը ասկի առաջ խոսած ենք նարինեին սերունդը իր մեկ քիչ փոքր կամ իր ավելի մեծ հիմա արդեն նոր սերունդ ալգա Այդ սերունդը Սոս Սարգսյանի ամիջական աստեցության թե որպես մարդու թե որպես հայու այսպես նահաբեդ եւ այլն այդ մարդն է ես անհամբերես չկերբար էր հոսալ եկավ Սոս Սարգսյանը մնաց քանի ամիս հոսալ մի հատ
Վարուժան Ինչպեսի մարդեր նկարակրով գիշեք հիշում ինչպես չեմ հիշեր ասեն օրիգինալ այսպես ինքնուրույն ցայնին տոնը ամեն նարինեն հիմա եթե ուզես գգապ եկել Եթե Արմանը այստեղ լիներ Նավասարյան հայլուն ուղակի ցույց կտար Գաժե ես շատ չեմ հիշեր հարցերուն մոդենալու յուրադուկ փիլիսոփայությունը մարդու մոդենալու յուրադուկ փիլիսոփայությունը հայ մարդուն մոդենալու այսպես Երբեմն եւ մտքերը կան, երբեմն Facebook-ի վրա երբեմն գտրվին Սոս Սարգսյանին մտքերը մարդու, այսինքն այդ գշտամփանքը որ գնե մարդուն, հայ մարդը այսպես բեք չելա, հայ մարդը ազնիվ բիդելա, հայ մարդը քաղաքագիր բիդելա, հայ մարդը իր երգիրը, այսպես ինքը առաջին ագնարգով շատ բարձունակ խրադականներ են, բարոյախոսական ասենք, որ մոդայիկ չէ, բայց եթե դեսնես որ իր գոմե այսպես թրված այս մտքերը արդեն ցանկի մեջ ամեն ինչ այդպես է բարձ տված բաները ադոնք արդեն բարձերն են որ երբեմն ցանկը այդպես են ազնիվը լալը մաքուրը լալը հայրենիքը ցիրելը հայրենիքի քուրկուրալը հայրենիքը դիևդունը նույնացնելը իդ կացին նորեն ուրդեղերը կացին գալով ասենք խումբին մեր բարեկամությունը որ եղավ եւ ադի սոսովը սկսած է եւ կշարունակվի եւ այնպես բադայեցավ որ ես ինձ հարց կուտամ մենք այս գործակցությունը որ դարբեր ալիքներով ասանցնող 30-35 տարվա ընթացքին վերի վայրումներով սոսովը սկսած հետո ավելի ուշ եւ այլն Վարդան Մգրտչյանը դնորեն եղավ եւ այսպես շարունակվելով մինչեւ որ իրենց գայսրությունը եկավ Արտաշեսյանը Նարինեի եւ ասենք Արմանի եւ այսքան այս վերջին դարիներու ես ինձ երբեմն հարց կուտամ որ արդյոք իրավ մենք հիմա Հայաստանի մեջ մեր կորզակցությունը թադերական իմը ասիկա նաև ժամանակի միան թադերական երբ որ շրջանային են գետրոնական են նաև դարբեր փնույթի կան քրական կորզակցություն կա երաշտական շտամ մենք այն մարտիկ ենք որ երբ շրջանային վարչություն ենք 6 անգամ Գոմինդաս Կարիա կրավիրող մարտ եղած ենք Իպանան Էդիկ Դաթևոսյանին հետ այսինքն ոնց հիմա ես բարեկամ եմ Նարինեն հետ նույնքան Էդիկ Դաթևոսյանը դարիներ եղած են որ այդպիսի կորզակցություններ եղան բայց հիմա որ ես թատրոնը ստանցնած եմ այսինքն իմ բանս կադրս թատրոնն է ես ինձ հարց կուտամ անի բիդիսե որ բայց մենք երկու թատրոնի հետ վերջավորության գեցած ենք Գյումրիի թատրոնը եւ Համասկային արդյոք ես իրավունք ունիմ Հայաստանի այլ թատրոններու նկատմամբ փան գտնվելու այսինքն զանոնք չի նկատելու չի տեսնելու բայց նաև բավարարություն կսկամ գլսեմ գեդակրկրվիմ գգարտամ մեկ երկու անգամ այլ ներկայացում աշուտ երրորդ չսեմ որ ադալս է որ մենք նաև լավ կորզակցություն նույնքան 5-6 անգամ Վարդան Պետրոսյանը հրավիրած ենք Բերուտ երբեմն ինքն իր առաջարկով երբեմն մենք հրավիրած ենք գեղեցիկ ներկայացումները տեսած ենք բայց ասել ուզած որ այլ թատրոններու հետ չենք կորզակցիր բայց ադոր պատճառ կնկատեմ որ կովասանական չլա այս երկու թատրոնները Սոս Սարգսյանի թատրոնը Երևանի մեջ Գյումրիի մեջ Աջեմյանի թատրոնը ըստ երևույթին բավական Հայաստանի մեջ լավակույնը չեմ գրնար ես ինձ այդ իրավունքը չեմ ոչ թատերական քննադատ եմ ոչ Հայաստանի թատերական կյանքին ամբողջական բանուրում լրիվ բայց գիտեմ որ քոնե լավակույններն են գրեթե լավակույններն են ես արդեն ապոչ հնարավորությունս դարին մեկ ելույթ եթե գազմագերբենք արդեն բավական բան է այսինքն ուրիշին գարկ չի մնար մանավանդ վեր հիմա ինչ եղավ գալով աս երկու ներկայացումներուն երկու տարի առաջ էր երբ որ նորից քարունը կացինք դեսա հիացա սիրեցի շատ աղվորը սկացի եւ առաջին անգամ որ ասիկա տանինք եւ այլն մի հատ դեկորին գնայեմ փանին գնայեմ եւ այլն ասենք արի Adică tu teatron ti dați adenit văstăm vor ghesă Dermelconian nici pes midi pavea astea Նարինեն ասման հա Նարինեն ասես երբեմն շատ բարձացնող է չագերդված միամիտ ծևով չէ մեծ բան չէ մարդիկ սրանք տատակ գնան եւ այլ Հիմա դեսնեք որ երրորդ օրն է Տեր գաշխադին գաշխադին մի հատ եթե երտակ մեկ հատ դեսնեք գործը չսկսած հիմա եթե երտաս դեսնես երրորդ օրն է այսօր 4-րդը հավանաբար բիդլա գաշխադին Գիրագի երկուշաբթի երեքշաբթի եւ դեր միջև գեսոր դեր մեկ երկու գաշխադին
լավ Եվ 14 հոգի ենք եկել, շատ մեծ խմբով։ Մարդիկ ինքնալ, եսալ նյութական վիճակ, երկրի քաղաքական գացությունը հոս անհամ 14-15 հոգի իրիս, հետո Սևագը տեսանք, Սևագով ալ հիացա, շատ բան է, թույլ է, Սևագն ալ տեսա, շատ աղբոր է, երկուքը տողքան։ Ադոր համար երբ որ նարինեն գսե որ պամը նույն կորձերը, բոլոր քրական կորձերը կան քրատարաններում մեջ, բայց ադիկան նորովի ներկայացնելը մարդուն քեղեցիկ ծևով այս Հայաստան այսօրական ջաշագով, քույնով, երանքովն է հոս է խնդիրը։ Եվ ադիկա ես անցնաբես դեսա եւ ասխորձը բոլոր գիտեք, նաեւ խանդավառված է գիտե որ Սոս Սարգսյանն է, Սոս Սարգսյանի ծննդյան 95-ամյակն է, Բարույր Սևագի, այդ է մարդիկսի եւ այլն, երբ որ հոն ենք մենք հունիսին, Կասպարով եւ այլն, հունիսին էր, չէ՞։ Այո։ Արդեն սկսա անգերներուս վարագելու, ասելու, դանին կնենք, մեկատ իրենքալ ներսը դեպոն մտանք, ուր դեկորները կան, ասենք մեկատ նայեցան, մեկը սա որ ասոնք փան գնենք, նավով գղրգենք, աս դեկորները չենք շներ, ասանք կապարներ եկան, ոչ իրադեսական, լավ, մավ գնայինք այսպես, եւ նոյեմբերին ճշտած ենք, որ պիտի կան, եւ նոյեմբերին պատերազմի ամենավատ օրերուն, այնադեն մենք, ինչ պիտի գիտնանք, որ պատերազմի նոյեմբերին նախադեսած ենք, եւ այդպեսալ պայմանավորված ենք գրեթե, արդեն եղան ինչ որ եղավ, եւ ադոր համար եւսի գելենք նաեւ մեր հայտարարությունները այդպես կտնենք Թադերախումբի Սոս Սարգսյանի 95-ամյակին արդիվ, Բարույր Սևագի 100-ամյակին արդիվ կներկայացնենք, լալալալալալա։ Հիմա ասենք թե քանի ամիս ուշացումով, երբ որ ասպես եղավ, անշուշտ միշտ նարինեն 2-3 անգամ սի նարինը խանդավառվի կոր գուրախանան, իրենք շատ գուրախանան մանավանդ լիբանանկանն է, քանի գիտեն որ լիբանանցիները իրենք Մինչև վերջին վարյան վստահ մի իլակ։ Վալ հանգարց գտնա անագնա։ Մենք որովհետև կգնանանք, կարտնանք, այսօր ամբողջ աշխարհն է այդպես, ամբողջ աշխարհը։ Բայց եկուր քաղնիկ մնասեմ, բادرազմին վերջացած ճիշտ օրը արդեն մարդիկը իդ սեղանի վրա դրավ։ Այդ օրագարկի Թեր դակավի մենք բادرանց պիտի մտածենք, գավաղը չգա, արդեն մի օրը ընկեր մարդիկին հետ մենք Երևանն ընդունել այդ մարդիկ գեցիր աս զինատուլը արդյոք իրական է։ Դրնալալ մեկ շաբաթ վեճ զինատուլը իդ խախտի Իդ բան ասմարտոց ախորժակը իդ բան պասպորները գրգե ասրը աները եւ նյութական երեսը եւ վիճակը մարտոց ախորժակ ունենալը դեր սկիզբը մենք կմտածենք 3 ներկայացում անել եւ մեկատնալ ծրակրած ենք նարինեին հետ որ մի հատ հայկողը մեր խմբի կարգման անդամներով եւ իրենց կարգը արմադը իրենց կլալով As ուրիշ տեսակ ներկայացում էր ներգրավելով, այսպես միասնական ներկայացում ստեղծել։ Հետո ասենք ադիկա հանենք, հիմա երկու ներկայացումի տող կան, հիմա դեսնենք երրորդը, հա, այդպես։ Աստված մեծ է այլևս, շատ լավ։ Մենք պիտի անպայման խոսենք Ազնավուրի Շաբավենի, չեմ գրնա, որովհետև դեսած վարյանից քեզի արդեն Ազնավուրի Շաբավենը գուզեմ շատ արագ ադոր անդրադառնալ եւ յետքը անշուշտ ասենք թվականները, ժամը եւ մանրամասնություններ թատրոնի մասին։ Մենք լիբանանցիներս ասենք լիբանանցի գսեմ որովհետև լիբանանահայերեն ավելի լիբանանցին քնած դիտեց Ազնավուրի Շաբավենը որուն անունը Մսյո Ազնավուր Ուրեմն նարինե մենք երբ որ կացինք դիտեցինք Վարդան արդու գսեր հազիվ նարինեն տեսա հա ինչպես մեկատս է ինչպես եղավ Երեք նաև մենք ընտրիկին կբատմե իրեն ճիշտ ինչ բադայեցավ էս մեկ վարյան սրահի մեջ որովհետև գրեթե լման լեցուն սրահի մեջ կխոսիմ Ուրեմն երբ նարինեն ելավ մեկ վարյան միտքս եկավ որ ելեմ ասեմ որ մեր նարինեն է Գիտենք մենք Ես ծափելու ասանք երիցերկես ամուսինս սա որի թատրոն չէ Ըստ երևույթին այսինքն բոլոր անոնք որոնք քեզի կջանչնային նույն այդ սկացումով որ իսկապես որ նարինեն այս անգամ դեսած են Ազնավուրին է վերված ֆիլմին եւ մեծ բաստարի յեդին կդեսնեմ չէ որ քեզ ընդհանրապես մենք կենթանի գադարում եք կենթանի ադոր համարի որ դեսը հազիվ ասպես գիտի ծավե վարտալեքսը մերն է գիտես ինչ քեղեցիկ պատրաստություն է քեզի համար քու ասպարեզիտ մեջ ինչ ավելցուց Ազնավուրի Շաբավենը
Առաջինը, որ իմ կենսագրության մեջ Ազնավուրը հայտնվեց, որովհետև ինձ համար պատիվ է, որ կասեն Նարինեն նկարվել է Ազնավուրի մասին ֆիլմում, որտեվ Ազնավուրը իսկապես ինձ համար օրինակ է, ուղղակի Դիդան մեծ ինչպես չպարտվելու, երբեք չհանձնվելու, չունենալ ձայն ու լինել աշխարհի թիվ 1 երգիչներից, չլինել այդ երկրի, լինել էմիգրանտի երեխա ու լինել այդ երկրի սիմվոլը, այդ չգիտեմ ինչի մասին։ Եվ բայելով իր ինքնությունը։ Հա, միշտ հիշեցնելով որ հայ է, բայց բանականության բոլոր բաները կոտրում է։ Հա, ու դու հասկանում ես, որ չկա ոչ մի սահման, որ մենք ենք ստեղծում այդ սահմանները։ Ես դրա համար ասում եմ ինքը օրինակ է թե Հայաստանի համար որպես պետության, թե մեր յուրաքանչյուր հայի, որ պիտի լինենք։ Որ աշխարհի որ կետում է որ լինենք, որ ծառնալը։ Եվ իհարկե այնտեղ հանդիպեցի ընկերների, որոնք շատ թանկ մարդիկ են հիմա իմ կյանքում եւ այդ հարստությունը, չէ՞, ի վերջո այդ մարդիկ են հարստությունը, այդ մնաց։ Շատ լավ, սիրելի մենք չենք գիտեր, ճիշտ է Վարդան Դագավին կշարունակվի ցուցադրվի Լիբանանյան շարժաբատկերից, գիտես մենք սկսանք տեք դեմպերին, այսինքն 4 ամիս է գրեթե հիմա վստահ նույն հանդիսադեսի նույն քանակով չէ, այսինքն օրական գրնալալ չլա, բայց ասենք որ Դագավին այս շաբաթավերջին Շարլ Ազնավուրի նվիրված ֆիլմը դիտող եղած է։ Այսինքն Դագավին գխաղավ։ Ադոնամար գսենք որ Լիբանանյան ճանաչում կդա ոչ միայն մեր, որովհետև Ազնավուրը մերը չէ, ընդհանրակը Ազնավուրը աշխարհին կպատկանի, մենք կհբարդանանք իր ինքնությամբ, որովհետև գիտենք իր կյանքի պատմությունը։ Շատ լավ վերադառնալով ուրեմն ներկայացումներուն տվականները հիշեցնենք, երբ կսկսենք։ Մենք հիմա այսօր մեր առաջին ելույթն է։ Ես հիմա հոսել կարևորությամբ նաև նշեմ, դեպետ մեր խոսքի մեջ, որ բրոշյուրի մեջ կելա այդ մասին անդրադարձած եմ, սա առաջին անգամն է այս արդիվ, որ մենք քայլը արինք, այնալ կորձակցության մթնոլորտը ստեղծելով քաղուտի դարբեր գազագերբություններուն հետ։ Ուրեմն եւ այդ իմաստով մենք այս ելույթները նաև այսպես կոչված երկու ելույթներն, Սևագի ելույթներ եւ նորից կանոնը համաձայնած ենք բարեգործականի հոյեչտի Վահրամ Պապազյան տադերախումբի հետ երեգոմը իրենք վարձած են եւ նաեւ ավետարանական համայնքի Չանից քրիստոնեական որ կա անոնց հետ այսինքն եւ ասոր հիմնի բան կարևորությունը գսեմ եւ ասիկա հավանաբար լավ գլավոր ասիկա մեզի առաջին քայլը գնկադենք որ հետակային այս գործակցության մտոլորտ այս փորձառությունը տեսնենք թե ինչպես է երբ որ գփոքրանաս գբզդիկնաս ժողովուրդը գբաքսի այսինքն ավելի մարդիկ իրար հետ լալու դժվարությունները միասնապարտի մակրավելու հերանեկարով կմդերմանանք ձևով մայո այնչու այսինքն եթե Նարինեի խումբը եկած է համասկային տադրոնը եթե համասկայինը եւ ուզես չուզես այդպես է երբ որ մենք ենք գնողը ընդհանրապես կուկա մեր հանդիսադեսը աշուտ բացառություններ գլան դոգոսմը գրնալ բոլոր թադերասերները ինչ քույնիալը լան գուկան բայց երբ որ երեգոմը գնե որոշ տարբերություն իրենց իր քանի միմորնար որ մենք այնպես չենք որ թադրոնի սիրուն երբ հայդարարեցի բոլոր թադերասերները գուկան բոլորն ալ եթե թադրոն կամ ուրիշ այլ ծերնար գա ցերքի վրա դոմս կծախենք եւ ցերքի վրա դոմս ծախելը դու կծախես կուզանոթը երբեմն մեծ դոգոսը համասկայինի շրջանակը գլա բարեգործականի իր հանդիսադեսը իր շրջանակը գլա եւ մեծ դոգոսներ գլան երբեմն 70-80 առարոտ ադորամար այս գործակցության մտնոլորտը եղավ առաջին անգամ լալով հետևաբար եւ բիդուզեմ որ իրենց մեր խոսակցություններուն տասկին իրենք շատ խանդավառ են որ այս գործակցությունը լա եւ շարունակվի գերմարտիկ այո որբեսի հավաքական ցևով շահենք ասկե ուրեմն այսօր դեղի գունենա մեր ներկայացումը այն գազագերբությամբ Կասպարի Պեգյանի օրն է այո այսօր որ մեկը պիտի ներկայացվի նորից կարուն է վաղը ժամը 8 բոլորն ացերնակները ժամը 8-ին են վաղը նորից կարուն գա եւ հետո միան հանդիսադեսը թողիտնա որ աս երկուքեն զատ չգա այլ օր արդեն խումբը հոսալ չէ գծկե գմեգնի շատ աղվոր է եղեր ասանք բաներ որ իրար այո մի փախցնեք ադիգս են գերմարտիկը այո իսկ երկու ելույթալ գա ուրբաթ եւ շաբաթ մեկը ավետարանականները մեկնալ
Նորեն Շապադորը Նորեն Կասպարիպեգյանի օրն է։ Այո, որտա ներկայացումն է բաց։ Մարթափի մեջ։ Բարյուսեվակ։ Այսինքն Կասպարիպեգյանի երկու անգամ կներկա, մեկը նորից կարուն, այսօր մեկը նա Շապադորը Բարյուսեվակ։ Այո։ Մյուս գազագերբություն մեկ հատ վաղը նորից կարունը, մեկ հատ ուրպադորը բարե կորձապանը ավետարանականները Մարտա ապի մեջ բարույր։ Շատ լավ։ Հակոբ Տեր-Մելքոնյան տադերասրահի մեջ սիրելիներ, բուրչամուտ երեգոյան ժամը 8-ին մի փախցնենք արիթը դոմսերը ապահովելու համար, մեզի հերացայինի թիվեր կան, մեզի ալ գրնակ կապվի մենք կփոխանցենք ցեզի թիվերը որբեսի կապվի եւ ծեր դոմսերը ապահովեք։ Թատրոնը սիրելիներ միայն համասկայինը կաչալերելու համար չէ, թատրոնը ցեզի համար է, թատրոնը մարդուն համար է, թատրոնը երիտասարդին, բադանիին համար է, որբեսի ոչ միայն իր միտքը նաեւ այսպես գազմավորվի, իր հոգին հարստանա, նաեւ զարգանա, ինչու ոչ նաեւ վարգյաններ ապրինք, բահեր ապրինք, մեր առօրյան այնքան դաղդգալի, այնքան ցանցացուցիչ դարձած է, որ թատրոնը լավակույն արիտն է, լույսերը երբ որ գմարին, երբ որ վարակույրը կբացվի, եւ դու կգդրվիս աս աշխարհեն եւ գերտաս հոն ուր նարինեն եւ իր ընկերները կտանեն։ Այդպես է ընկեր մարդիկ։ Շատ լավ։ Չէ, այս անգամ նաեւ ուրի եգուր ավելցնենք, որ բավական մեծ տիպով երիտասարդ դերասաններ կան, որոնք լիբանանահայությունը առաջին անգամն է որ պիտի տեսնեն իրենց։ Եվ ընկեր մարդիկն ալ, ես ալ դեսած ենք եւ գիտենք որ այնքան լավ եւ դաղանթավոր դերասաններ են, այսինքն նաեւ արիթ է որ մեր Հայաստանի նոր դերասանները տեսնենք, այո գա Դատևը, այո գա Նարինեն, այո գա Սերգեյ, այո գա Արմինեն, այո գա Վարշամը, այս բոլորը որ մենք անուններ որ գիտենք, իսկ նաեւ հետերնին իրենց միացած են նաև նոր դեմքեր, նոր դերասաններ, որոնք իսկապես կրնալալ վաղը, ինչպես քիչ առաջեցինք, այս մեր Նարինեն է, վաղը կրնալալ որ մեր Մելինան է, մեր Նարեկն է եւ այլն։ Շատ լավ, այսպիսով մեր հաղորդումը սիրով բարի եկածեք անգամ եւս անշուշտ հոս ծերդունն է, մենք պարզապես մեր պարտականությունը գնենք եւ կհրավիրենք եւ կհանձնարարենք մեր ուղղընթիրներն ու ակնթիրները անպայման ներկա գտնվելու։ Վերջին խոսք ընկեր մարդիկ։ Վերջին խոսքը շնորհակալություն ցեզի եւ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք իրապես կվստահին հավատ ունենան, որ կարելի է նել Հիմա շատ բարեկամներ ինձ իսին որ փամունիկ այս ցաներ օրերուն տնտեսական քաղաքական եւ դակավին ենթատեքստով զինվորական հուշող օրեր գրնանալ ամերտրացի եւի մեջտեր ինչեր դերի գոնալ այդպես է խոսքս անե որ դարձես թե ապրելու համար պիտի ինես եթե գաբրիս գոր եթե այդպես չէ ցկել լիբանանը քնա Ինչպես որ շատեր գերտան որ առանց այ բանելու մեկում չեմ այ բանել։ Բնական ծևով, բայց եթե աստեղ պիտի ապրիս ուդելով ալ, խմելով ալ, թատրոն տեսնելով ալ, երաժշտություն տեսնելով ալ, քեֆ ալ ընելով ամեն ինչ բանալ պիտի ինես։ Այս է եւ շնորհակալություն պիտի դնեմ բոլորին, թատրոնի, բոլոր անձնագազմին եւ գիտեմ դակավին որ Նարինեն պիտի չի խոսի նոր էջ կպասվի, դակավինի ծրակիրներ ունին Համասկային Սոսարկսյանի մեր արչև գա հատավանապար առանցին նյութ է թոս է նախ համասկային նոր տադերասրահի բացում պիտի լա եկող ամիսներուն որ արդեն իրավարդին հասած է այդպես է հաբա բան շատ գեղեցիկ բարավոր տադերասրահ գա որ երկար դարիները վեր մեծ ջիկերով վերի վայրում 10-ամյակը անցած է անոր հիմը տրվեց ու որ պիտի սկսի բայց դեռ քաշքշվի որ բայց գարձեմ որ Այս տարի պիտի ճիշտ է Նարինը։ Այո, այս տարի։ Նոր տարեշրջանը խոստացավ Նարինեն նոր սրահում։ Նոր սրահում եւ կբացվի Սիմոն Աբգարյանի բեմադրությամբ։ Սիմոն Աբգարյանը արդեն հոն է, արդեն սկսած են աշխատանքի միասին։ Հա, հիմա վերադարձա Ֆրանսիա, հետո արդեն կգա մայիս-հունիս կաշխատի եւ անverջ կոնցերտին տածում անverջ Բեյրութ հայիշում տենց գիծար ասում այսպես ասում են գիտենք մենք այդ գիտենք մենք տեսել ենք մենք գիտենք որ այնտեղ այսպես են խոսում սենց են անում մի խոսքով շատ հաճելի է ես էլ եթե ժամանակ կա բարձրապես ասեմ որ միշտ ես թիկունքում որ ուժ ես զգում
ամեն անգամ ընկեր մարդիկը մեկի կզանգարի, ասում է հարմար է առավոտյան, կամ ու սկսում ենք զրուցել։ Ամեն ինչից տեղյակ է, ինչ Հայաստանում տեղի ունենում, թատերական անցուդարձ է, քաղաքական երբեմն զրուցում ենք անհատներից կամ եւ այլն։ Ամեն ինչից տեղյակ են, Փաթիլը այնքան բաներ գիտի մեր մասին եւ ավելի տեղեկացված հաճախ, քան մենք ինքներս կիզակետում գտնվելով։ Ու այնքան ապահով է զգում, հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք նախ լավ տեղյակ են եւ կողքից ավելի լավ են տեսնում եւ հաճախ կողքից ավելի լավ ցույց են տալիս քեզ, ասում են տես էսպես է։ Ես ուզում եմ շնորհակալ լինել, որ դուք այսպիսինը կաք, որ պարտադիր չի, մենք հաճախ ներսում գտնվելով սխալներ ենք անում, որովհետև կողքից չենք տեսնում իրավիճակը։ Դուք հաճախ մեզ համար բացում եք իրավիճակը կողքից։ Շնորհակալ եմ, որ դուք այդքան հայ եք, այդքան սեր կա ձեր մեջ Հայաստանի հանդեպ։ Այնտեղ չեք, բայց ավելի շատ եք այնտեղ մեզ հետ ներկա եւ հենց այս երիտասարդ սերունդը որ եկել էր, ուզում էի որ գան ու այս քննությունը առնեն, որ տեսնեն, որ հայ լինելը այսպես է եւ ոչ միայն ասել, ես հենց պատերազմա լինում, մի անգամից ուզում եմ ձեզ բոլորին հավաքեմ տանեմ Հայաստան։ Ասում եմ Հայաստան դուն ունի։ Հա, ես արդեն տունն եմ պատրաստում, բան որ մնաք բան անեք, բայց դուք ուժ եք մեզ համար, ինչքան էլ ուզում եմ բոլոր հայերը Հայաստանում լինեն, բայց հաճախ դուք ձեր արթուն աչքով մեզ համար ուժ եք։ Շատ լավ։ Մենք պիտի ցտեսությունս ենք մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն մեր զրուցակիցներն էին Նարինե Գրիգորյանը, Գերմարտիկ Դեմիրճյանը, Վարդանը, Հույն, ցանյաղորդավար Անտոնին Սերփոլորին պիտի մաղթեն հաճելի ժամեր, քիչետ արդեն գմյանը ցանյաղորդավար Նատալին, բարի արավոտ լավ օր Սերփոլորին եւ Վարդան կդեսնվենք Տերեփոնյա դերասրահին։ Երեկոյան ժամուտին եւ ցտեսություն։